Okay, ինչի եմ ես վիզիոների մեծ մասում առանց մայկա արևի տակ կամ սենց ակնոցներով։ Մարդկանց մեծ մասը չի պատկերացնում ինչքան ահռելի կարևորություն ունի լույսը իրենց առողջության, էներգիայի մակարդակների, տրամադրության, հորմոնալ արտադրության ու առասարակ ամեն ինչի վրա։ Ասեմ ավելին, լույսի տարբեր հաճախականություններ կանեն տարբեր էֆեկտներ ունենան մարդու օրգանիզմի վրա ու կախված արևի անկյունից նաև փոխվում է այս լույսի տարբեր հաճախականությունների արկայությունը այս ճառագայթներում։ Օրինակ արևածագի կամ մայրամուտին մոտ ժամերին, երբ որ արևի անկյունը շատ ցածր է, մեզ շատը հասնում են ավելի ցածր հաճախականության լույսի ալիքներ, որտեղ այս բարձր հաճախականության լույսը ցվրվում է ատմոսֆերով։ Իսկ այն ցերեկվա ամենատժ ժամերին բարձր հաճախականության լույսը շատ ավելի շատ է ճառագայթներում։ Այս բարձր հաճախականության լուսավորության էֆեկտներից մեկը այն է, որ մեր աչքերում գոյություն ունեն ֆոտոռեցեպտորներ ու երբ որ այն ընկնում է մեր աչքերի մեջ, այն մեր օրգանիզմի բնական մելատոնինի արտադրությունը կչացնում է, ինչը օրինակի համար կարող է շատ լավ բան լինի, եթե մենք օրինակ նոր ենք զարթնել ու մեզ պետք է ավելի առույգ լինել ու ցերկադային ռիթմը կարգավորել։ Բայց օրինակ քնելուն մոտ ժամերին մեր մարմինը պետք է բնական կերպով մելատոնին արտադրի, որպեսզի մենք կարողանանք ավելի լավ քնել։ Բայց քանի որ մեր ժամանակակից աշխարհում շատ է արհեստական լուսավորություն է, օրինակ LED լամպերը կամ համակարգչի լույսը, որը շատ լի է այս բարձր հաճախականության լուսավորությամբ, այս լույսը կարող է մեր քնի վրա շատ բացասականացնի։ Ու սենց դեպքերում սենց կապույտ լույսը բլոկավորող ակնոցները կարող շատ օգտակար լինեն, որովհետև իրենք կարող են գոնե ինչ-որ չափով այս մելատոնինի արտադրության խաթարումը կանխեն։ Կարևոր հասկանալ, որ որպեսզի այս ակնոցները իրոք էֆեկտիվ լինեն, իրենք պետք է լինեն սենց մուգ կարմիր կամ գոնե մուգ նարնջագույն գույնի, որովհետև դուք սենց թափանցիկ տարբերակներ էլ կտեսնեք, բայց սրանք գրեթե անիմաստ են։ Դու պետք է իրոք այս ակնոցներով չկարողանաս տեսնել կապույտ լույսը, որպեսզի իրանք իրանց գործը անեն։ Եթե դու կարում ես տեսնել կապույտ լույսը, նշանակում է այս քո աչքերին հասնում է ու իր էֆեկտը ունենում է։